Քրիստոս հարյավ իմերելոց, ցեզի և մեզի մեծ ավելիս։ Սիրեյներ ավասիկ Աստված անգամ ևս մեզի արժանացուց, որ մենք դարին բոլորենք, հասնինք սուրբ պահքին և մեծ պահքեն ետ, դարձյալ Աստված մեզի արժանացուց, որ ապրինք մենք ավակ շապատը և որ մեյետ մենք կարողանանք անգամ ևս իրարու շնորհավորել Քրիստոսի հրաշափար հարությամբ։ Այսօր Ղուկաս ավետարանի մեջ մեզի գեղեցիկ պատմությունը կպատմե այս հարության դեպքեն։ Ուրեմն, երբ որ Քրիստոս կխաչվի և կտաղվի, ինչպես գիտեք, աշակերտները ծիրուցան կլան, որովհետև երբ որ հովիվը կզարնվի, ոչխարները ծիրուցան կլան, կպահչին, և այսպես եղավ Քրիստոսի աշակերտներուն հետ։ Եվ ավասիկ այսօրվա մեզի պատմած այդ ավետարանեն մեկը մեզի դեպքը կպատմե Էմաուսի ճամփորդներու մասին։ Երկու աշակերտներ կային Քրիստոսի աշակերտներեն, որոնք Էմաուսեն եկած էին և կհետևեին Քրիստոսին։ Երբ որ տեսան այս բոլոր իրադարձությունները, երբ որ տեսան, որ իրենց այդ հզոր Քրիստոսը, զորավոր Քրիստոսը, որ հրաշքներ գներ, գտեսան, որ անիկա խաչի ելավ, տեսան, որ անիկա թաղվեցավ, հուսահատվեցան և ճամփա ելան և գացին իրենց քաղաքը անգամ ևս։ Եվ երբ որ ճամփուն մեջ կգալեին այդ հուսահատ վիճակի մեջ, շատ տխուր էին, իրարու կպատմեին, ինչպես եղավ այսպես, ինչու այսպես ելավ։ Եվ ավասիկ ավետարանիչը գսե Հիսուս Քրիստոսը մոտեցավ իրենց և սկսավ իրենց հետ գալել։ Եվ գսե իրենց հարցուց Քրիստոսը, ըսավ իրենց ինչ կա, ինչի մասին կխոսիկ, ինչու ատկան դխուր եք։ Ելան իրեն կալ չճանչցան Քրիստոսին, սկսան իրեն պատմել, թե ինչ եղած է։ Եվ երբ որ կպատմեին, ավետարանիչը գսե, որ իրենց աչքերը կոց էին։ Ուրեմն գսե, որ իրենց աչքերը կոց էին և չգրցան տեսնել Քրիստոսը, չգրցան ճանչնալ Քրիստոսը։ Եվ սա շատ զարմանալի է։ Եվ սա մեզ գարաշնորհ է, որ մենք բահմը մտածենք։ Եթե անոնք Քրիստոսի հետ 3 տարի ապրեցան, ամեն օր գերան, խմեցին, բդդեցան, խոսեցան, հրաշքներ ըրին և այլն, ինչպես կրնալալ, որ Քրիստոս անոնց հետ կգալե, անոնց հետ կխոսի, բայց իրենք չեն ճանչնար իրեն։ Եվ ավետարանիչը գսե իրենց աչքերը կոց էին։ Ինչու իրենց աչքերը կոց էին։ Արդյոք Աստված կոցած էր իրենց աչքերը որոշ նպատակով մը, կամ արդյոք իրենց աչքերը բաց էին, բայց հոգևոր հոգի աչքերը բաց չէին, մենք չենք գիտեր։ Բայց գսե իրարու հետ երկար նստեցան, ամբողջ ճանապարհը ժամերով Քրիստոս իրենց հետ գալեց և երբ որ արդեն դեղ հասան, անոթեցան, ուզեցին, որ գդորմը հաց կդրեն, հրավիրեցին Հիսուսին ալ, ըսիր եկուր տունալ մեզի հետ կեր։ Եվ որ Քրիստոս իրենց հետ նստեցավ, գսե ավետարանիչը, Քրիստոսը արավ սեղանեն գդորմը հաց և գդրեց այդ հացը և իր գդրած ծևեն այդ աշակերտները գիտցան, որ ասիգա ուրեմն Քրիստոսն էր։ Եվ հազիվ ճանչցան իրենց աչքերը բացվեցան, Քրիստոս անհետացավ իրենց առջևեն և գնաց։ Սիրեյներ, Քրիստոսի հարութենեն ետք, քերեզմանեն դուրս գալեն ետք, Քրիստոս երևեցավ շատ մտեղեր, երևեցավ Պետրոսին, երևեցավ այս Էմաուսի աշակերտներուն, վերնադան մեջ երևեցավ բոլոր առաքյալներուն, որովհետև իրենց ասեն մի վախնակ,
եւ անհավատ մի ըլլար, որովհետեւ ես ցեզի սի, որ ես պիտի հաղթեմ մահը, պիտի հաղթեմ քերեսմանը եւ հաղթեցի, ինչու չհավատացիք։ Չհավատացիք, որովհետեւ դուք որպես մարդ դգար եք, բայց ահավասիկ ես անգամ եւս հարություն արի քերեսմանի մեջ եմ, որբեսի ցեզի պաստեմ ամեն ինչ որ ես ցեզի ասած եմ։ Ցեզի ասած էի, որ քերեսմանեն դուրս պիտի կամ եւ քերեսմանեն դուրս եկան։ Ցեզի ասած էի, որ պիտի հանդիպիմ ցեզի հետ անգամ եւս եւ ցեզի հետ հանդիպեցա, բայց ինչու դուք ձեր հոգիի աչքերը կոծեն։ Սիրելիներ, այսօրվա հարության այս հրաժարապար դոնին, երբ որ մենք կմտածենք այս մասին, թե այդ երկու աշակերտներու աչքը ինչու կոծեր, ինչու իրենք չգրցան ճանչնալ Քրիստոսը, մենք մեզ պիտի հարցնենք։ Մենք այսօր Քրիստոսը ետքը 2025 տարի ճանչցած ենք Քրիստոսը ավետարանի մեջ են, ճանչցած ենք Քրիստոսը եկեղեցի մեջ են, ճանչցած ենք Քրիստոսը քարոզներով, ամեն ինչով, հաբա ինչու մեր աչքերը կոծ են։ Գիտեք ինչու մեր աչքերը կոծ են, որովհետև մենք կհավատանք, բայց մեր հավատքը ամուր հավատք չէ, մեր հավատքը զորավոր հավատք չէ, որևէ մեկ փոթորիկ մգուկա գզարնե մեզի, մենք ամիջավես կմոլորվենք, մենք մեզի բամը գսե փողոցը, մենք ամիջավես կմոլորվենք, խոսք մը գլսենք, պսպսուկ մը գլսենք, պամպասանք մը գլսենք, ամիջավես մեր մեջ գբաղի մեր սերը, մեր եկեղեցի նկատմամբ եւ մեր սերը դեպի Քրիստոս։ Էմաուսի աշակերտները հուզված էին, դխուր էին, Քրիստոս իրենց երևեցավ, բայց դուք մի մոռնաք, որ այսքե մոտավորապես 4 կամ 5 ամիսներ առաջ մենք այստեղ մեր համայնքը Վառնայի մեջ ինչքան դխուր էր։ Մեր համայնքը ապրեցավ 6 տարվա դխրություն, աղաչելով, բաղադրելով, մենք երբեմն այստեղ դուք կունենայիք բادرակներ, չէ, զադիգին, արիքներուն, անալ 1000 մուննատով, աղաչանքով, բաղադրելով, բայց Աստված երբ որ ուզեց ձեր համայնքին աջակցիլ, ըսավ որ հերիք է ցեզի 6 տարի, հիմա այլևս ձեր համայնքը պետք է կյանք ապրի, ձեր դխրությունը պետք է ուրախություն դառնա, ձեր լացը պետք է ուրախություն դառնա, եւ Աստված շնորհեց մեզի, որ մենք անգամ եւս ահավասիկ առաջին սուրբ հարության դոնը ըլլալով մենք կնշենք այստեղ Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու մեջ։ Ոմանք ինձի զանգեցին ասին, որ դեր այր ինչ կգարձես, այնտեղ ժողովուրդ չկա, այնտեղ մարդ չկա, այնտեղ մի քանի հոգի կա, որոնք չեն հավատա, հուկան եւ գերտան, հետո վաղը օրը պիտի կա, որ դու պիտի տեսնես այդ եկեղեցին բարավ է եւ դու պիտի ափսոսաս, որ օրը որոշեցիր գալ եւ Վառնա այս ժողովրդին հովություն ունել։ Հիմա ես այսօր գսեմ այդ մարդոց, գսեմ եկեք եւ տեսեք, եկեք եւ տեսեք ժողովուրդը, որ սիրահարված է իր եկեղեցին հետ, եկեք տեսեք ժողովուրդը, որ ամեն մեկ բադի մեջ, ամեն մեկ քարի մեջ, ամեն մեկ ջահի մեջ հիշադակ ունի եւ պատմություն ունի եւ այդ ժողովուրդը բռնած է իր պատմությունը, բռնած է իր եկեղեցին, բռնած է իր համայնքը եւ երբեք չի հրաժարվի։ Եկեք եւ տեսեք այս ժողովուրդը Քրիստոսի այդ հույսով, Քրիստոսի սիրով ապրող ժողովուրդը միշտ գլեցնե իր եկեղեցին եւ գլեցնե իր համայնքը։ Ճիշտ է սիրելիներ։ Ինչպես Էմաուսի աշակերտները, երբ որ հուսախաբվեցան եւ քացին ջամփան դրդում դխուր, մեր վրայեն այդ դխրությունները անցան քացին։ Այսօր ալ դխրություններ կան, փորձություններ կան, նեղություններ կան, բայց Քրիստոս գսե մի վախնակ, որովհետև
ես հաղթեցի աշխարհին։ Աշխարհը ինչքան անարդար է, աշխարհը ինչքան փորձ է, որ քրիստոնյա ժողովուրդը նեղե, աշխարհը ինչքան փորձ է, որ մանավանդ հայ ժողովուրդը նեղե, հայ ժողովուրդը փորձ է ջզմել, հայ ժողովուրդը քերեզմանի մեջ են, քարերու դագեն գելե եւ գսե մենք գանք, մենք կենտանի ենք, մենք յանք ունենք եւ մենք դեր ենք մեր բոլոր արժեքներում, մենք դեր ենք մեր պարոյական արժեքներում, մենք դեր ենք մեր եկեղեցվո, մեր դեր ենք մեր քրիստոնեության։ Սիրելիներ, ես այսօր քիչ մը երկար պիտի խոսիմ, որովհետև պետք է մենք գիտակցենք, թե մենք ինչ ունենք։ Այս վերջին շաբաթները, վերջին ամիսները հավանաբար ցեզմե ոմանք տեղյակ են, թե ինչ իրադարձություններ տեղի ունեցան։ 6 տարվա ընթացքին փորձեցին այս համայնքը իրար մեջ բաժնել, չհաջողեցան։ 6 տարի ետքը փորձեցին իրենց ձեռքը դնել այս համայնքի եւ ամբողջ Բուլղարիո մեր քաոթի, մեր գալվածներու վրա, որոնք մեր ժողովրդի իշխանության դակ են, մեր ժողովրդի դիրության դակ են, չհաջողեցան։ Փորձեցին այստեղ Վառնայի մեր համայնքը իրար մեջ անչադել, փորձեցին պամպասանքներով եւ զրբարդություններով համայնքը գիսել երկուքի, գիսել երեքի, չհաջողեցան։ Փորձեցին վերջին անգամ ասել, որ այո, այս դերայրը օրինական է, հետ մի երթակ, բայց ժողովուրդը չլսեց։ Ավելի հերուկացին։ Փորձեցին ասել, որ այս դերայրը գարքալուց է, մի երթակ, ով որ երթա այլևս ինքը մեղ կգործե, ով որ երթա հաղորդություն իր մե առնե, հայրերու անեծքը բիլիչնե վրան, եւ առաջնորդը գսե, ես որպես հայր ցեզի գսեմ, եւ մենք այսօր ծեր անունով, ծեր բոլորի ներկայությամբ, մենք գսենք այդ առաջնորդին, սիրելի սրբազան, քանի դու գիտես, որ հայր ես, հաբա մինչև հիմա ինչու բաբայությունը ջրիր, ինչու երբ որ այս համայնքը 6 տարիներ գուլար, ինչու չհիշեցիր, որ դու այս համայնքի բաբան ես, պետք էր քաս եւ պետք էր դիրություն ունես, բայց անով հանդերձ, այս բոլոր դժվարություններով հանդերձ, այս համայնքը ոտքի մնաց եւ կանգուն մնաց։ Սիրելիներ, այսօր հարությունը մեզի կարևոր բամը գսորվեցնե եւ գսե։ Գսե դուք Քրիստոսի հարուցյալ ժողովուրդն եք, հարուցյալ ժողովրդի զավակներն եք։ Եվ Քրիստոս գսե դեսեք, մահը չգրծավ հաղթահարել կյանքը, մահը չգրծավ թաղել ճշմարտությունը։ Եվ գսե ես հաղթեցի մահվան։ Հետևաբար մենք որպես Քրիստոսի զավակներ, մենք որպես Քրիստոսի հավատացյալներ, որ մենք կհավատանք հարության, ուրեմն մենք գիտենք ինչքան ալ ընկղմենք, ինչքան ալ խեղդվենք, ինչքան ալ թաղվենք, ի վերջո արդարությունը միշտ պիտի հաղթե։ Ես կոչ ծուղեմ ձեզի այս հարության դոնի արիթով դուք միշտ հարությունը հիշեցեք։ Մահեն վերջ միշտ ինչ կա, կյանք կա։ Մահեն վերջ միշտ հարություն կա։ Եվ թույլ մի տաք, որ մեկը ցեզի մոլորեցնե։ Տեսեք, դակավին մի քանի օր առաջ էր, գսեին, որ տեսեք, պիտի կանք դերայրը, պիտի հանենք եկեղեցին եւ զադիգեն մեկ օր առաջ իրեն ջամբրուկը պիտի տանք եւ իրեն պիտի ղրգեն։ Ուր են, եկեք, եթե այս ժողովրդին կամքը դուք կրնաք հաղթահարել, եկեք, տեսնեմ ինչպես, դուք մեզ պիտի հանեք, կամ մենք որպես ժողովուրդ, մենք այլևս անվախ ժողովուրդ ենք, մենք քաջ ժողովուրդ ենք, որովհետև գիտենք հարությունը եւ հայությունը միշտ պիտի հաղթեն։ Քրիստոս հարյավ իմերելոց, Քրիստոս հարյավ իմերելոց,
Քրիստոս հարյավ իմերելոց Օրհնյալ է հարությունը մեր Տիրոջ Հիսուս եւ Քրիստոսի ամեն Հիմա գարկ ցեզի մեկ երկու հայտարարություններ ունեմ ինչպես գիտեք եկող շաբաթ ամսու 23-ին եւ 24-ին մենք պիտի հիշենք մեր մեծ եղերնի նահատակներու հիշադակը Ինչպես գիտեք, մեր եկեղեցին անոնք այլևս նահատակ չի նշել, այլ անոնք սուրբ են։ Հետևաբար, մենք ապրիլի 23-ին այստեղ երեկոյան ժամը 8-ին գարձեմ եթե սխալ չեմ, կամ 6-ին չահերով պիտի երթանք դեպի հուշարձան, իսկ ապրիլի 24-ին ժամը 5:30-ին այստեղ պիտի հավաքվենք բոլորս եւ այստեղին միասնաբար պիտի երթանք դեպի ուրեմն հուշարձան։ Գխնդրեմ, որ բոլորս հարգենք մեր նահատակները։ Գխնդրեմ, որ բոլորս ներկա լանք եւ ամենակարևորը այդ օրը մենք մեր լրջությունը պահենք։ Այդ օրը մեր բարդականությունը ընենք, որովհետեւ կոնե Բուլղարիայի ժողովուրդը տեսնե եւ հիշե, որ այստեղ դակավին հայ կա։ Այստեղ դակավին արդարության ցայն կա, այստեղ ժողովուրդ մգա, որ նահատակ ասկիմը զավակները լալով ինքի իր եղունքներով բռնած է կյանքը եւ դակավին գաբրի։ Եվ այստեղեն պիտի երթանք հուշահամալիր եւ այնտեղ պիտի դեղատրենք ծաղիկներ։ Ամեն մեկը իր ծաղիկները իր հետը թող բերե։ Չսպասեք, որ մենք ցեզի ծաղիկ առնենք եւ ծաղիկը տանենք։ Այս անգամ ծեր ծաղիկները դուք բերեք ցեզ հետը, որովհետեւ երթանք եւ դեղատրենք։ Թող Աստված օրհնե մեր հայ ժողովուրդը, ասեք ամեն։ Թող Աստված օրհնե մեր Վառնայի համայնքը։ Աստված օրհնե մեր Վառնայի եկեղեցին։ Աստված օրհնե մեր Վառնայի սկաուտական այս տասը։ Եվ օրհնե մեր բոլորին դուները։ Այժմ եղավարյանս հավիտինից ամեն։ Սուրբոքի շնորներով, երթակ խաղությամբ և դեր Իսուս Քրիստոս, յայցին ձեզ ընտամենեսյան սրտանան։